Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի, առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար $4400։ Նյու Յորքի COMEX բորսայում փետրվարյան ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով, հասնելով մեկ տրոյական ունցիայի համար ավելի քան $4402։ Ավելի վաղ արծաթի բորսայական գինն էր սահմանել նոր ռեկորդ, պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար $65։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային բանկային տվյալներ, այդ թվում համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Տվյալները փոխանցելով հավանական է, որ դրանք հետագայում օգտագործեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավվածները եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Կառավարությունը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացրել է 175 միլիոն 360 հազար դրամ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտե դռան փեղկի ձեռքբերման եւ Հայաստան տեղափոխման համար։ Միջնադարյան հայկական փայտագործության 12-րդ դարի այս եզակի նմուշը կգնեն Լոնդոնի միջազգային աճուրդից եւ կտեղափոխեն Հայաստանի պատմության թանգարան։ Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքերավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող Կորեայի ձոր կոչվող ճանապարհը։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Այսօր ժամը 13:46-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցում Opel Մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Կա մեկ տուժած, նրան հոսպիտալացրել են։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել 13:58-ին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։